Այս տարածքում Հայաստանի այսօրվա տարածքում 1045-ից մինչև 1918 թվականը պետություն գոյություն չի ունեցել։ Անջատեք ես ադրբեջանական աղմուկը, եկեք պայմանավորվենք սիրելի ժողովուրդ, որ հինիսի 7-ին կգնանք եւ այս ներվեր սղոցող արդեն բոլորին զզվցրած այս աղմուկը, աղաղակը, այս լաչարդ ձայնը, որը ուղղակի հոգեկան առողջություն է խանգարում, դուք կանջատեք։ Գնացեք եւ անջատեք այս աղմուկը, որպեսզի Հայաստանը վերջապես հանգստանա։ Ինչու է նա այս մասին խոսում, ինչու է լեգիտիմացնում Ալիևի այդ ծրագիրը, որովհետև այդ մասին ինչ կարիք կա հիմա ասելու, որ 1000 տարի մոտավորապես այս տարածաշրջանում Հայաստան չի եղել, բայց ես հիմա կապացուցեմ, որ Հայաստան պետական կազմավորումներ եղել են։ Ես հիմա հերթով կթվարկեմ հայկական պետական միավորումները Բագրատունիների կործանումից մինչև Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը։ Եվ նախ մենք նաև կպարզենք, թե ինչու Բագրատունիների թագավորությունը կործանվեց։ Կործանվեց այն նույն պատճառներով, որ այսօր Նիկոլ Փաշինյանը կործանել Արցախը կործանելուց հետո Հայաստանն է դրել այդ զոհասեղանին։ Հերթով կթվարկեմ, բայց մինչ այդ եկեք արձանագրենք, որ անկախ պետություններ ինքնիշխան այսօրվա ժամանակակից իմաստով դարերի վեր 20 դար շարունակ երբեք աշխարհում գոյություն չի ունեցել։ Աշխարհում հիմնականում գոյություն են ունեցել կայսրություններ եւ իրենց ենթակա վասալային պետություններ։ Նույնիսկ մինչև 1918 թվականը աշխարհում կար ընդամենը մի քանի կայսրություն։ Օսմանյան կայսրություն, որի կազմի մեջ էին ոչ միայն Հայաստանը, գոյություն է ռուսական կայսրություն, որի կազմի մեջ էին արևելաեվրոպական երկրները, նաև Հայաստանը, բրիտանական կայսրություն եւ այսպես շարունակ։ Երբեք ինքնիշխան պետությունների ժամանակակից իմաստով պետություններ աշխարհում եղել են մատների վերահաշված։ Հիմա հերթով Բագրատունիների թագավորությունը ինչու կործանվեց, սիրելի բարեկամներ։ Շեշտեցի այն նույն պատճառներով, որ այսօր Նիկոլ Փաշինյանն է ներազգային պառակտում, ատելություն, սևերի սպիտակների բաժանում, կենտրոնական իշխանության անզորություն, սեփական տարածքների նկատմամբ վերահսկողության անզորություն եւ թշնամիների հետ հանուն խաղաղության ամեն ինչ անելով երկիրը բացել նրանց առաջ։ Բագրատունիները մասնատված էին։ Անի թագավորություն կար, Սյունիքի թագավորություն կար, Վասպուրականի թագավորություն։ Դա մեծ հաշվով միասնական պետություն չէր։ Եվ այդ մասնատվածությունը, պառակտվածությունը թուլացնում էր այդ պետությանը։ Ի վերջո Վեստ Սարգսյանն լսած կլինեք, արեմտամետ ճակերտավոր, ով դավաճանեց, հայտնի է որպես դավաճան, բացեց Անիի դարպասները բյուզանդացիների առջև, որոնք ցանկանում էին այս տարածաշրջանը կլանել, ծանոթ ինչ-որ ասոցիացիաներ չէ կարող է լինել։ Նրանք զավթեցին այս տարածաշրջանը, թուլացրեցին Հայաստանի պետականությունը, տեղում չնայած Սյունիքի թագավորությունը գոյատևեց եւս մի դար, առանձին հայկական պետական միավորումներ շարունակել են գոյատևել իրենց հարաբերական անկախությունը պահպանել։ Սելջուկները եկան, թուրքերը եկան գրավեցին, այսինքն պետությունը կամավոր հանձնեցին Բագրատունիները։ Այդ դասը դրա մասին է, այն ամենի մասին է, ինչ անում է այսօր Նիկոլ Փաշինյանը, փորձելով հնարավոր բոլոր զիջումներով երկրի դարպասները բացել Ադրբեջանի, Թուրքիայի եւ պոտենցիալ նրանց փախստականներ ճակերտավոր ներգաղթի համար։ Այդ 300,000 ադրբեջանցիներ, որի ծրագիրը Իլհամ Ալիևը շարունակում է առաջ տանել։ Գիտեք, մեր պատմության մեջ մի տարածված շատ չափազանցություն կա։ Այո, եկեղեցու դերը անուրանալի է մեր պատմության մեջ։ Բայց միայն եկեղեցու պատճառով մենք մեր գոյությունը չենք պահպանել, է։ Եկեղեցին մեծ դեր է խաղացել ազգապահպանության, հայկական ինքնության պահպանման գործում, բայց եթե չլինեին այն կիսանկախ եւ մշտապես անկախության ձգտող պետական կազմավորումները եւ հայկական զինված ուժերը, այս բազմադարյա պատմության ընթացքում Հայաստան երբեք էլ չէր ստեղծվի։ Մենք հպանցիկ ասեցինք, Սյունիքի թագավորությունը եղել Վասպուրականի, որոնք գոյատևել են մինչև 11-12-րդ դարեր։ Դրանից հետո ինչու են մոռանում Զաքարյանների իշխանության մասին։ Դա Վրաստանի հետ մի կոնֆեդերացիա էր։ Ազատագրվել է Հայաստանի տարածքների զգալի մասը եւ այսօր երբ դուք գնում եք Գեղարդ, գնում եք Աղբատ, Սանահին, դուք գնում եք իրականում Զաքարյանների իշխանության ժամանակ ստեղծված այդ ժամանակաշրջանի մեջ եք հայտնվում։ Դա Վրաստանի հետ ձևավորված անկախ, այսինքն կոնֆեդերատիվ մի պետություն էր։ Դա եւս հայկական պետականության մի մաս էր, որը գոյատևել է մինչև 13-րդ դար։ Խաչենի իշխանությունները, որոնք չնայած սելջուկների, արաբների դրանից առաջ տիրապետության տակ լինելով միշտ պահպանել են իրենց կիսանկախ վիճակը։ Նրանք պահպանել են իրենց գոյությունը մինչև 14-րդ դար, մինչև 18-րդ դար Խամսայի մելիքությունները Ղարաբաղում, Սյունիքում, այդ տարածաշրջանում ձևավորված անկախ, կիսանկախ կազմավորումներ էին, որոնք թեև հարկեր էին մուծում պետությանը, բայց ունեին սեփական զինված ուժեր, սեփական իշխանավորներ, գերդաստաններ, որոնք շարունակում են կառավարել եւ կայսրությունները չէին միջամտում եւ չէին էլ կարող միջամտել իրենց ներքին կյանքի։
Եվ դա գոյատևել է մինչև 18-րդ դար։ Դավիթ Բեկի ապստամբությունը եղել, Սյունիքում նույնպես վերականգնվել է կիսանկախ վիճակ։ Այսինքն այդ բոլոր ժամանակաշրջաններում հայկական զինվորական եւ քաղաքական էլիտա միշտ եղել է, որը ձևավորել է տեղում, մոբիլիզացրել է հայ ժողովրդին եւ տեր է կանգնել հայ ժողովրդի բնական գոյության տարածքին։ Առանց դրա այսօրվա Հայաստանն էլ չէր լինի։ Եվ միայն եկեղեցու շնորհքը չէ, որ հայերը մնացել են եւ Հայաստանն այսօր գոյություն ունի։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի այս մանիպուլյացիան, այս անգրագիտությունը հայոց պատմության եւ Հայաստանի պատմության չպետք է ուղղակի մատների արանքով անցկացնել։ Սա ունի նպատակ եւ նպատակն է լեգիտիմացնել Ադրբեջանի հետագա էքսպանսիաները։ Այլ տրամաբանություն չկա, որովհետեւ չի կարելի այսպես ներկայացնել հայոց պատմությունը։ Սա հայոց պատմության կեղծիք է։ Թե ինչու ենք մենք կորցրել մեր պետությունը, դրա պատասխանը ես տվեցի, թե ինչու։ Ներքին պարակտվածություն, ներազգային համերաշխության բացակայություն, ատելություն։ Դա բերեց հայկական պետականության կործանմանը եւ կույր հավատք արտաքին աշխարհաքաղաքական ուժերի հանդեպ եւ ներքին դավաճանություն։ Դա բերեց հայկական պետականության կործանմանը։ Եվ դրա մասին է դասը։ Եվ Նիկոլ Փաշինյանը այդ դասը լավ չի սերտել։ Եվ այդ դասը հենց նրա մասին է։ Հենց այսօրվա Հայաստանի մասին է, այո։ Եվ եթե նա շարունակեց նույն ձևով, գուցեև Հայաստանը հայտնվի այդ Բագրատունյաց թագավորության օրը։ Նա խոսում է այնպես, կարծես ինքը ցանկանում է կանխել դա, բայց նա ինքը հենց այդ քայլերով մոտեցնում է Բագրատունյաց թագավորության վաղճանի օրը։ Ներազգային ատելություն, պառակտում, թշնամանք, դավաճանություն, օտարների առաջ երկրի դարպասները բացելու ձգտում։ Եվ օտարների շահերի սպասարկումով, օտարների նարատիվները լեգիտիմացնելով Հայաստանի հետագա ճակատագիրը դնել ուղիղ հարվածի տակ։ Վերջում չիմացողների համար ասեմ, որ Հունաստանը պետություն չի ունեցել, եղել Օսմանյան կայսրության կազմում ինչպես Հայաստանը դարեր շարունակ։ Լատվիան, Էստոնիան օրինակ Հայաստանի նման 700 տարի պետություն չեն ունեցել։ Իռլանդիան եղել է դարերով, մոտավորապես նույն ժամանակաշրջանում եղել է բրիտանական կայսրության կազմում, միշտ եղել է նրանց միջև պայքար, բայց դա չի նշանակում, որ այդ ժողովուրդները իրենց երկրներում չեն ապրել եւ այդ ժողովուրդները ի վերջո չեն վերականգնել իրենց պետությունը։ Կրկնում եմ, աշխարհում մինչև 1918 թվականը երևի թե մատների վրա կարելի էր հաշվել մի քանի տասնյակ պետություն կային, որովհետև գոյություն ունեին կայսրություններ։ Ժամանակակից պետությունների մեծ մասը չկային։ Բացի սեփական պատմությունը պետք է նաև համաշխարհային պատմություն իմանալ, որպեսզի պատկերացնել այդ ամեն ինչը։ Եվ պարզ է դառնում, որ սրանով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ցույց տվեց, որ նա կամ դիտավորյալ է կեղծում հայոց պատմությունը, կամ նա այդ պատմությունը չի էլ հասկացել, չի էլ նորմալ սերտել եւ ընդհանրապես նաև չգիտի համաշխարհային պատմություն։ Հավանեք, տարածեք, որպեսզի հնարավորինս շատ մարդ չտրվի այս մանիպուլյացիային եւ հունիսի 7-ին գնացեք եւ անջատեք այս աղմուկը, որը արդեն Ինչու ենք մենք անընդհատ նույն ողբերգությունների մեջ հայտնվում։ Եվ այդ պատմության ընթերցումը եւ վերընթերցումը, պատմության վերլուծությունը, պատմության քննությունն է մեզ բերել են որոշումներին, որ